Առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով գիշերը ժամը 2:30-ի սահմաններում ներքին Շենգավիթի հասցեներից մեկում դի է հայտնաբերվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ. է, ով Հայաստանում հայտնի Բոնուս սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից էր եւ գլխավոր տնօրենը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Ռուսաստանը գիշերը մասսայական հարվածներ է հասցրել Կիևին։ Կիևի մարզում զոհվել է 14, իսկ մայրաքաղաք Կիևում 1 մարդ։ Վիրավորների թիվը նախնական տեղեկություններով 40 է, սակայն Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով թե զոհերի, թե վիրավորների թիվը կարող է աճել։ Սա ողջ հակամարտության ընթացքում թերևս ամենաողբերգական հարձակումն է եղել։ Հարվածի տակ են հայտնվել բնակելի շենքեր, ռազմական կարևոր օբյեկտներ։ Բնակիչները դարձյալ տարհանվել են մետրոյի կայարաններ ու ապաստարաններ։ Լայնածավալ հրդեհներ են բռնկվել Բրովարի քաղաքի և Բրովարի շրջանի 3 գյուղերի պահեստային շինություններում։ Ի պատասխան ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Տուլայի մարզի Ուայլդբերիսի պահեստին։ Բռնկված հրդեհի պատճառով 1 մարդ վիրավորվել է։ Մենք շատ լավ առաջ ենք գնում Իրանի հետ բանակցային գործընթացում, արդյունքների մասին կիմանանք 48 ժամվա ընթացքում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով Հորմուզի նեղուցի բացումը կարող է տեղի ունենալ այս 2 օրերի ընթացքում։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել էր, որ Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն վերջնական համաձայնություն դեռևս չկա։ ԱՄՆ-ն, Իրանը եւ Օմանը մոտ են Հորմուզի նեղուցը վերաբացելու 60-օրյա համաձայնագրի կնքմանը, գրել է Axios գործակալությունը։ Ժամանակավոր պայմանավորվածությունը նախատեսում է մուտք գործող նավերի անցումը իրանական ջրերով, ելքայինը Օմանի ջրերով առանց տարանցիկ վճարների գանձման։ Աղբյուրների տվյալներով քննարկվող գործարքը նախատեսում է 60-օրյա ժամանակավոր պայմանավորվածություն Օմանի եւ Իրանի միջև Հորմուզի վերաբերյալ, այդ ժամանակահատվածում ջրային տարածքով անցնելու համար վճարներ եւ այլ տուրքեր չեն գանձվում, 30 օրվա ընթացքում կողմերը պարտավորվում են նեղուցի բաժանարար գոտին ականազերծել։ Սալամ ալեյքում։ Կատարը շարունակում է միջնորդական ջանքերը Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև երկխոսության վերսկսման կարճաժամկետ լուծում գտնելու նպատակով։ Մարկո Ռուբիոն հայտարարել է Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցություններում արձանագրված որոշակի առաջընթացի մասին։ Թեև ավելի վաղ հայտարարվել էր, որ նեղուցով նավթի փոխադրումն արդեն վերականգնվել է, սակայն հակամարտող կողմերի միջև ուղիղ բանակցություններ դեռևս չեն նախատեսվում։ Վերջնական համաձայնության բացակայությունը փաստում է դիվանագիտական գործընթացի փխրունության եւ տարածաշրջանային անվտանգության անորոշ հեռանկարների մասին։ Եվրամիությունը նոր օրենսդրություն է նախապատրաստում արգելելու ռուսական նավթի մնացած ներդրումները, հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակը։ Միևնույն ժամանակ դրուժբա խողովակաշարով մատակարարումների բացառությունը Հունգարիայի եւ Սլովակիայի համար կպահպանվի։ Ըստ խոսնակի գլխավոր նպատակը եվրոպական շուկաներից ռուսական էներգակիրների ամբողջական դուրսմղումն է։ Չնայած Եվրահանձնաժողովը աշխատում է Հունգարիային եւ Սլովակիային օգնելու այլընտրանքներ գտնել, այս երկրները շարունակում են դեմ արտահայտվել ամբողջական արգելքին, պնդելով, որ ռուսական նավթը կենսական նշանակություն ունի իրենց տնտեսության համար։ Արդեն մի քանի օր է ինչ Հունգարիայում անջատված է փողոցների լուսավորությունը, սահմանվել է ջրի եւ լույսի խնայողության ռեժիմ։